Եվ սիրելի աղեղնավորներ, ձեզ համար խիստ բարենպաստ է մայիս ամիսը, որովհետև նախ մինչև մայիսի 20-ը Արեգակը եւ Մերկուրին գտնվում են 6-րդ տանը, ձեր որը աշխատանքային տունն է, պատասխանատվության տունն է, ինչ որ ակտիվությունը հիմնականում կենտրոնանալու է ձեր գործնական ոլորտում, իսկ մայիսի 20-ից հետո արդեն Արեգակը մուտք կգործի 7-րդ տուն, որը արդեն կապված է զուգընկերների, գործընկերների հետ, փոխհարաբերությունների հետ, իհարկե այստեղ նույնպես պետք է պահպանել այդ բալանսը, հավասարակշռությունը եւ չփչացնել հարաբերությունները նրանց հետ։ Ինչ վերաբերվում է Սատուրն մորը, դե իհարկե այստեղ աղեղնավորների մոտ միակ լարված շրջանը դա մայիսի կեսերն են, որտեղ մայիսի 12-ին տեղի կունենա այդ դժնդակլի ալուսինը մայիսյան, որը տեղի կունենա աղեղնավորների 12-րդ տունը, այսինքն կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները եւ ընդհանրապես այն բոլոր խոչընդոտները, որը կան ձեր ճանապարհին, ավելի իրենց զգացնել կտան։ Բայց մայիսի արդեն 25-ին Սատուրն մոլորակը, այդ սահմանափակումների մոլորակը, վերջապես սիրելի աղեղնավորներ, կլքի ձեր 4-րդ տունն է, գիտեք, որ Սատուրնը 4-րդ տանը դա բարդություններ է ստեղծում ընտանիքում, տան հետ կապված, ընդհանրապես ծնողների հետ կապված ուշքի խնդիրներ է ստեղծում, բայց երբ Սատուրնը մուտք կգործի արդեն խույ կենդանակերպ, դա ձեր 5-րդ աստղակերպն է, դա կբարելավի, ձեր իրավիճակը արդեն բարենպաստ զարգացումներ են սպասվում երեխաների հետ կապված, բիզնեսի հետ կապված եւ այլն։ Այնպես որ ընդհանուր առմամբ կարելի է ասել, սիրելի աղեղնավորներ, որ մայիսը բարենպաստ, բարեխառն եւ բարենպաստ ամիս է ձեզ համար։